Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Այսեր Իսայանին։ Բարև ձեզ, պարոն Իսայան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Իսայան, խոսենք Գյումրի փարաքար, փաստորեն մարտի 30-ին, թե փարաքարցիները եւ թե գյումրեցիները իրենց խոսքն ասելու են, համայնքի ընտրություններն են, երկու տեղում էլ կարծես թե պայքարը թեժ է, նախընտրական շրջանում եւ դուք շփումներ ունենում եք փարաքարցիների հետ եւ մեկ շաբաթ առաջ էլ եղել եք Գյումրիում։ Փորձենք հասկանալ ինչպիսին է հասարակության տրամադրությունը եւ հետո նոր փորձենք անդրադառնալ այսօր արդեն Գյումրիում որոշակի խուզարկություններ են տեղի ունեցել, արդեն որպես իրավապաշտպան ձեր խոսքը կասեք։ Ինչ տպավորություն ունեք փարաքարցիներից եւ գյումրեցիներից։ Շնորհակալություն հրավերի համար, Արգելի Տիկին Պետրոսյան, այո, ամսի 20-ին եղել եմ Գյումրիում։ Եվ Գյումրիում եղած ժամանակահատվածում նախ իմ ողջույնս բոլոր գյումրեցիներին, ում հետ որ ես շփվեցի, ում հետ որ զրուցեցինք, ապագա ընտրությունների հետ կապված տեղական ինքնակառավարման մարմինների, դե մեզ համար գաղտնիք չէ, որ գյումրեցին եւ խոսքաշատ է եւ հումորը անպակաս, ուզում եմ հենց անմիջապես հաղորդման հենց սկզբից անդրադառնալ գյումրեցիներից մեկի կատարած այս հումորային ժեստին, արտահայտությանը։ Նախ ես շատ հարգում եմ Մինասյանների ընտանիքին, խոսքը վերաբերվում է Միքայել Մինասյանի ընտանիքին, որտեղ գյումրեցի ընկերն ասեց ծոապ կսե սրանք ուզեն Միշիգի ունեցվածքը պահեն, Սերժիգի ունեցվածքը պահեն, Ռոբիգի ունեցվածքը պահեն, ամեն ինչ կոպեկ, չգիտեմ ինչ հետ են բերելու, գելիկ, յաշիկ, ըստ մենք բանում չհասկացանք էլի, Միշիգի աղբորը 3 տարի նշանակեց արդարադատության նախարար, որ ամրագրե թե որ հետ բերե, որ մեզ էլ Գուզե խոսքերով համոզած եղնի, մի քիչ կոպիտ ասեց, հիմա հարգելի Տիկին Պետրոսյան, Գյումրին դա այն վայրն էր, որտեղից սկսեց ստարտը 18 թվականի շարժման, հեղափոխություն, հեղաշրջում, ով ինչպես ուզում է թող։ Խուսափում եք արդեն այդ բառը ասելուց։ Իմ համար դա մի քիչ ավելի շատ վիրավորական է, որովհետև ես դրա մեջ հեղափոխություն, հեղաշրջում, հետագայում արդեն ու դուք էլ լավ գիտեք, բավականին երկար ժամանակ է, ես չեմ ընդունում դա, չեմ ասում, որովհետև ժողովուրդը խաբեության է եւ այդ ժողովրդի մեջ նաեւ ես խաբեության զոհ դարձանք զոհը այն ժամանակվա լոզունգների, որոնք հետագայում հերկվեցին հենց կատարողների կողմից, արտահայտություն անողների կողմից, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի գրեթե բոլոր անդամների կողմից։ Եղան մի երկու հոգի թիմակիցներից, ովքեր վայր դրեցին մանդատները, ովքեր դուրս եկան, ովքեր չուզեցին ժողովրդի աչքին Երևան որպես հակահայեր, ժողովուրդը այդ ամենը տեսնում է, ժողովուրդը այդ ամենը հասկացել է, ժողովուրդը այդ ամենը գնահատում է։ Ես այսօր Գյումրիի հետ կապված այս ամբողջական շփման շրջանակներում առհասարակ ոչ մեկի մասին, որպես այդպիսին, որպես տեխնացու, չեմ խոսելու, ոչ մեկի PR-ը չի արվելու, այստեղ ամբողջական նպատակը մի բան է, գյումրեցու խոսքն եմ ես ասում, որը որ հիմա փոխանցում եմ մեր եւ հանրությանը եւ մեր բոլոր ընտրազանգվածին, թե Գյումրիում եւ թե Փարաքյարում։ Գյումրեցիներից շատերը չեն ուզում, որ ԿՊ-ն վերարտադրվի։ Տեխնացուին որպես մարդ շատ հարգում են։ ԿՊ-ն ինքն հայտարարում է, որ ինքը չի վերարտադրվում, ժողովուրդը կընտրվի, իրենք կլինեն։ Իրենք նպատակ չունեն վերարտադրվելու։ Տիկին Պետրոսյան, եթե ԿՊ-ն ներողություն եմ խնդրում, ես ԿՊ-ին վիրավորելու բացարձակ ինչ որ մտադրություն բան չունեմ, ոչ չեմ բանանում։ Ուրեմն բոլորը շատ լավ գիտեն եւ բազմաթիվ հոգեբանների հետ եւ առհասարակ Պարոն Իսայան, մի ճշտող հարց, դուք ինքներդ Գյումրի գնալով ինքներդ նպատակ եք ունեցել հանրության հետ զրուցելու, դուք կողմնորոշված եք, ենթադրենք, եթե դուք լինեք գյումրեցի, ում կընտրեիք։ Հիմա եթե ես տամ անուն, միանշանակ դա կլինի Այսեր Իսայանի կոչը։ Անուն չեք տալիս, բայց դուք ինքներդ հաստատ ոչ ԿՊ-ին, միանշանակ հաստատ ոչ ԿՊ-ին, դա բացառված է,
որովհետև ես այն ինչը որ տեսել եմ, այն ինչը որ անցել եմ, այն հարցերը, որ ես ուղղել եմ ՔՊ-ին եւ նրա լիդերին քաղաքական, ես նույնիսկ 5-ից 6 անգամ, եթե չեմ սխալվում, թող նայեն մեր բոլոր հերոստատիտողները թող գնահատեն, ես նույնիսկ արել եմ հայտարարություններ եւ ասել եմ, եթե համաձայն չեք, ինձ դատի տվեք ՔՊԱ-ականներ Նիկոլ Փաշինյան եւ մենք կհանդիպենք դատարանի դահլիճում եւ միանշանակ չեմ ուզում ոչ մի ՔՊԱ-ականի կամ ոչ ՔՊԱ-ականի առհասարակ որևէ տեխնացուի անուն հնչեցնել, որովհետեւ դա իմ իրավունքը չէ, այս պահին ես ինչ որ քաղաքական PR չեմ անում, չեմ սպասարկում ոչ մեկի շահը։ Ես հետևում եմ Հայաստանի Հանրապետության ողջ ազգաբնակչության շահին առանց ՔՊ-ի եւ առանց ՔՊ-ի վերարտադրության։ Այ հիմա դուք ասում եք, ես Գյումրեցու խոսքն եմ փոխանցում, բայց ես ինքս էլ Facebook-յան բավականին շատ ընկերներ ունեմ, որ Գյումրիից են եւ նրանք կարծես թե հակառակն է տրամադրված են, որ պետք է ընտրեն քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ։ Այնպես որ այստեղ դուք ոչ թե Գյումրեցու խոսքն եք փոխանցում, գուցե այն մարդկանց ում հետ հանդիպել եք, գուցե դրանք մեծամասնություն կամ փոքրամասնություն են։ Հարգելի Տիկին Պետրոսյան, ուրեմն եթե ես ասեմ, ամսի 20-ին ես հանդիպեցի Գյումրիի ողջ ազգաբնակչության եւ տարածաշրջանի խոշորացված համայնքի ողջ ազգաբնակչության, դա սուտ է։ Իսկ ես չեմ ստում։ Ես հանդիպել եմ այն խավի հետ հիմնականում, ով ունի իր խոսքը եւ իր խոսքի կշիռը, ով ունի նաեւ իր կողքին այսպես հստակ մասա, հա մասա ներողություն եմ խնդրում ժողովրդից, որ մաս եմ ասում, ընտրազանգված, եթե ոչ ընտրազանգված, այլին հարգված խոսքը ունի ժողովրդի մեջ, եւ եթե հանդիպել ենք 5 հոգու, 10 հոգու, 20 հոգու, իսկ ես հանդիպել եմ ավելի շատ մարդկանց հետ, դա արդեն իրենից որոշակի, հա, տոկոս է ներկայացնում։ Եվ նրանց թիկունքում ավելի շատ մարդիկ են կանգնած եւ կանգնած են մարդիկ, ովքեր այդ դեպքում ես եմ ուզում հիմա ձեզ հարց տալ, հարգելի Տիկին Պետրոսյան, եթե ՔՊ-ն չի ուզում վերարտադրվել, այդ դեպքում ո՞րն էր պատճառը, որ Գյումրիում նշանակեց որպես ժամանակավոր պաշտոնակատար Լուսավոր Հայաստան կուսակցության նախկին արդեն ներկայացուցչին, որպիսի ինչ անի։ Իր դեմքով նա չէր կարող հանդես գալ, չունի ԿՊ-ն դեմք։ Ինքը վերցրեց Գյումրիում, ինքը վերցրեց Գյումրիում հարգված անձնավորություն, ում ժողովուրդը հարգում էր, հա, կատարեց, չգիտեմ, ինչ կատարեց, դա ժողովրդի համար էր, բան, որոշակի քայլ կատարեց, հիմա չեմ ուզում այդ քայլը դաժե ինչ որ անուն տամ այդ քայլին եւ բերես նշանակեց ԺՊ։ Ինչի համար, որովհետեւ իր թիմի ներսում ավականու կազմում ինքը չգտավ են մարդուն, ով որ պետքա լիներ։ Ընդամենը մեկ անձի հետ կապված են, չգիտեմ ճիշտ թե սուտ, մեղքը իրանց վզին ունի, ասեցին, որ անցկացրել են թեստ եւ ինչ որ նարկոտիկի բան են հայտնաբերել, տեխնացուներից դրան հանեցին ու այսպես շարունակ։ Հարգելի Տիկին Պետրոսյան, հիմա եթե նա չի ուզում վերարտադրվել, լավ, բառախաղը բերեք թողենք մի կողմ։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ԿՊ-ի ներսում մեծ մասը լրագրողներ են։ Եվ այստեղ լրագրողական խոսքի, հա, համեմունքը, բառապաշարի հզորությունը, թե ինչը կասեմ, որից հետո առհասարակ էական չի։ Գումարելիների տեղերը փոխելուց անդամն էլ ճանաչված լրագրող Դերենիկ Մալխասյանը։ Եվ մենք խոսում ենք կառույցից մեկ լրագրողի, թե մեկ այլ կառույցից 70% լրագրողների մասին։ Ում մասին ենք մենք խոսում, հարգելի Տիկին Պետրոսյան։ Իմ համար հիմա տեսեք եզդիների տուն ազգային շարժման հիմնադիր կազմում ազգությամբ հայ Մեհեր Քոչարյանն է։ Հիմա ինչ ասենք, էլ եզդի չկար հային բերեցինք, ոչ, նա ավելի շատ հայրենասեր է, նա ավելի շատ եզդիասեր է։ Եվ եզդի ազգի համար նա ավելի շատ ունի արած։ Դրա համար ես հպարտությամբ եմ ասում, որ Մեհեր Քոչարյանը հանդիսանում է եզդիների տուն ազգային շարժման հիմնադիր խորհրդի անդամ։ Հիմա դուք պնդում եք, որ քաղաքացիական պայմանագիրը պատրաստվել է այս ընտրություններին եւ գնում է հաղթելու։ Տիկին Պետրոսյան, եկեք մենք հետադարձ հայացք նետենք բոլոր ժամանակների ընտրություններին,
հա, վերջի 34 տարվա ընտրությունների։ Ուրեմն ցանկացած ընտրությունից առաջ լինում են հնչեղ բացահայտումներ, թե հանցագործությունների, թե նախկինում կատարված արարքների, թե մարդկանց պախարակելու եւ թե ամեն ինչ, երբ որ զգում են վտանգը։ Ես հիշում եմ նույնիսկ կար մի ժամանակ անցած, թող ինձ ներեն իմ բոլոր դաշնակցական ընկերները, բայց ընտրություններից առաջ, երբ որ զգում էին, որ դաշնակցությունը բավականին լուրջ հզորություն ունի, սկսում էին բոլոր հեռուստաալիքներով, պետական նկատի ունեմ, ցուցադրել Զանգեզուրը կամ Սարոյան եղբայրները, ինչի համար, որպեսզի ժողովրդի մեջ արթնացնեն ինչ-որ մի բան, որը որ թույլ չէր տալու դաշնակցականներին ինչ-որ ավել ձայն հավաքելու, բայց դաշնակցականը ուներ իր հստակ ընտրազանգվածը, իր համախոհներին։ Հիմա ես չեմ ասում Գյումրիում կամ չգիտեմ որտեղ դաշնակ ընտրեք կամ մյուս հա իրանց միասնություն ընտրեք կամ այդ Հայաստան ընտրեք կամ չգիտեմ ում ընտրեք, ես դա չեմ անում։ Ես ասում եմ չթողնել, չթույլատրել ՔՊԻ-ի ցանկացած լոզունգի ներքո վերարտադրվելը։ Թեկնածուների անձերի հետ ես ոչ մի բան չունեմ։ Առհասարակ ոչ մի թեկնածուի։ Հիմա տեսեք, ես չեմ անդրադառնում մեր շատ, հա, այս հումորաշատ հրաշք Ռուբենին, Վարդան Ղուկասյանին, Սարիկին, այստեղ Փարաքյարում չգիտեմ ում, այն նախկին բանին, Դավիթին, Մինասյան կամ մնացածին։ Ոչ մեկին չեմ անդրադառնում, ոչ մեկի մասին, ոչ մեկի անունը չեմ տալիս։ Ինչի համար, որովհետև իմ համար, հարգելի Տիկին Պետրոսյան, այ եթե ասում եք անցած ուղի, մի օրինակ կբերեմ Փարաքյարից։ 2023 թվականին ես բավականին լուրջ շփում եմ ունեցել Փարաքյար համայնքի հետ։ Եթե ես կստեմ, եթե ինչ-որ բան այն չեմ ասի, թող Փարաքյար համայնքի ներկայացուցիչները, աշխատակազմի մասնախոսքը, իդեմս հենց Դավիթ Մինասյանի, ով տվյալ ժամանակ համայնքի ղեկավարներ, թող ինձ ասեն, գիտեք ինչ կա, պարոն Իսահակ, դուք սուտ եք ասում, շփվել եմ Սարգիս Տերտերյանի գործով։ Հիմա ես գնում եմ համայնքապետարան, հա, խոշորացված համայնք, ներկայացնում են փաստաթղթեր, կատարվում են հարցումներ, ու մոտավորապես 7-ից 8 ամիս փաստաթղթերը չունեն ոչ մի պատասխան։ Ամեն անգամ ես գնում ասում եմ, ինչ եղավ, հա, հետո ասեմ, ես ինքս այցելեցի, եւ Գազի գրասենյակ, եւ Վիոլա բանը Էջմիածին Ջո, գնացի բոլոր տեղերից, ես խնդրեցի, որ ավելի արագացնեն պատասխանները։ Երբ որ 19-20 թվականներին ես գնում էի Իրաք, միջև կովիդը, ուրեմն Իրաքում ՄԱԿ-ի գրասենյակ գնացի, որպեսզի այնտեղից ինձ օգնեին եզդի փախստականներին Հայաստան տեղափոխելու հարցում։ Գնացի տեսա բավականին հավաքված ժողովուրդ կա, բարև ձեզ ում եք սպասում, ասեցին Զինեին։ Սա Իրաքում էր եզդի աղջիկ էր, անունը Զինե, ասեցին Զինեին։ Ասի լավ, ես ձեր մեջ հերթից վերջինն եմ, մեկ այլ հարց, գնում եմ մեկ ուրիշ դուր, բարև ձեզ, ասում եմ, այ ես եկել եմ այս հարցով, ասում եմ, ով ազբաղվել, ասում եմ Զինեն։ Դրանից հետո գնում եմ 6 դուր, 6-ն էլ Զինեն։ Ասի այդ դեպքում, եթե այս 6 դրանը, մեկ Զինե է պատասխանելու, 6 Զինե չէր։ Մեկ Զինե էր, ոլորտը հա 6 դուր, տարբեր։ Ուրեմն ես Փարաքյար համայնքում հանդիպեցի Զինեի, հայ աղջիկ, Տաթևի կանունով, բայց համեմատեցի ու բոլոր այդ Փարաքյարի աշխատակազմը շատ լավ գիտի, որ ես ասեցի, գիտեք ինչ կա, այ բոլորը այստեղ գրեթե բոլորը այստեղ անելիք չունեք, որովհետև այստեղ միայն Տաթևիկը, այ Իրաքի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Զինեն է։ Հարցումներ արել ենք Սարգիս Տերտերյանով, ասում եմ, ես ինչ հարցում, ասում են Տաթևիկը։ Ասում եմ, ես ինչ պատասխան, ասում եմ, Տաթևիկը։ Բաժնի վարիչին հարց եմ տալի, ասում եմ, եղբայր, դու ինչ ես արել, ասում եմ, Տաթևիկը։ Լավ, եթե Տաթևիկը, դու այստեղ ընդամենը աթոռ ես զբաղեցնում, ու ես, գիտեք, պաշտոնապես հայտարարում եմ, ու թող փարաքյարցիները, տվյալ նկատի ունեմ, սկսած Դավիթից Մինասյան, թող բոլոր ասեն, որ այս Իսահակը այդ հայտարարության մեր մոտ հանդես չի եկել, ասի, գիտեք ինչ կա։ Տեղյակ եմ ձեր ընտրությունների եւ պայմանավորվածություններից։
Այստեղ ձեր գրեթե 70%-ը դեմ է աշխատում Դավիթ Մինասյանին։ Դուք քանդում եք, այ ձեր նման թիմը կքանդի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք այստեղ քանդում եք Փարաքյալի համայնքապետարանի հիմերը եւ Դավիթ Մինասյանի աթոռի ոտները։ Կործանելու համար ում եք ինչ ապացուցում։ Դուք վնասում եք համայնքին խոշորացված։ Հիմա ամեն անգամ, երբ որ ես գնում եմ Փարաքյալ, ես հումորով հարցնում եմ, էլի ասում եմ մեր զինեն ո՞նց է։ Տաթևիկը դա նույնն է։ Հիմա եկեք հասկանանք այս ձևի մի բան։ Քանի զինե է հարկավոր Փարաքյալում, որպիսի համայնքը կարգավորվի։ Էական չի, ով կլինի ղեկավարը, էականը նա է, որ լինեն տաթևիկներ, պատասխանատու աշխատողներ, նվիրյալ աշխատողներ եւ իրենց գործին եւ համայնքին եւ բնականաբար նվիրված համայնքի ղեկավարի հրամաններին, կարգադրություններին։ Նույնը դա լինելու է Գյումրիում։ Այսինքն ով էլ կա, պետք է այդ Թիմը պետք է հզոր լինի, պատասխանատվությունը պետք է կրեն ամբողջությամբ եւ ըստ արժանվույնի գնահատվեն մարդկանց աշխատանքները։ Հիմա գուցե մեր շատ հարգելի Տաթևիկի ամուսինը հարցականով նայ իմ հայտարարությունը, բայց կասեմ եղբայր, որպես ինձ քույրիկ քո կինը հրաշք անձնավորության, հա, հետ ես ընտանիք կազմել։ Հրաշք։ Նա իմ քույրիկն է։ Դա Փարաքյալի պահով հիմա քանի որ Գյումրիում ավելի շատ Գյումրիում են բաներն են, հա, սկսվել են արդեն ձերբակալումներ, բացահայտումներ են բացահայտվել, արդեն ձայնագրություններ կան, գաղտնալսումներ կան, մի խոսքով այստեղ առավոտյան, այսինքն չեմ կարող ասել ստույգ, երբ Անդրանիկ Թևանյանը մի տեսանյութ դիտեցի, որտեղ ծրագիրներ ներկայացվում Մայր Հայաստանի, նշեց, որ իր թիրախը ոչ թե քաղաքացիական պայմանագիրն է, այլ հենց քաղաքացիական պայմանագրի պարագլուխը Նիկոլ Փաշինյանը։ Եվ նա պետք է գա Գյումրի եւ պատասխան տա։ Տեսեք, դուք ասում եք, ես անձնավորություններ չեմ անձնավորում մարդկանց, ոչինչ չեմ ասում։ Գուցե այն թիմը, որը պետք է, ինչպես դուք եք ասում, վերարտադրվի Գյումրիում, գուցե նա կարողանալու է իրոք ճիշտ աշխատել, լավ աշխատել եւ պետք չէ այդ քաղաքացիական պայմանագիրը Կներեք, որ ընդհատում եմ, ոչ չի կարողանալու, որովհետև Գյումրիում իրականացվելու է Երևանից թելադրվածը։ Հարգելի Տիկին Պետրոսյան, տան գլխավորը, տան գլուխը, երբ որ առավոտյան տնից դուրս է գալի, իսկ նա ով որ լինի գյումրեցի եւ Երևանի թելադրանքը չի անելու։ Երևանի Պետրոսյան, դուք առհասարակ տեղյակ եք տեղական ինքնակառավարման մասին օրենքին եւ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվող աշխատանքների, կատարվող ծրագրերի եւ առհասարակ համայնքի ավականու կողմից կայացվող որոշումների եւ այդ որոշումների արդյունքում իրականացված ծրագրերին, ինչպես է դա տեղի ունենում։ Եկեք ես օրինակը բերեմ, չգիտեմ ինչի է ինձ անպայման բաննում, բայց եկեք ես օրինակը բերեմ մեծամոր խոշորացված համայնքի հետ։ Դեռևս անցյալ տարի աշնանը մենք պայմանավորվեցինք մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի եւ տեղակալի հետ, որպիսի եզդիական գերեզմանատան հարակից տարածքում կառուցապատվի, հա, այնտեղ հողային շերտը հեռացվի, կատարվի աշխատանքներ, որպիսի թաղման եւ մնացած բոլոր միջոցառումների, այ երեք մեր տարածաշրջանում եզդիական բաններ, հա, կլոճե սարեսալե, այդպես է կոչվում, հին տոմարով դա նոր տարվա այդ գաթան կտրելու ծեսը, երկար չբացատրեմ դրա մասին, ուրեմն համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածության արդյունքում մենք եկանք մի եզրակացության, եզրահանգման, որ այո, գերեզմանին կա հարակից տարածք, որը որ պետք է պատրաստվի, որը որ պետք է ամբողջապես հարթվի, խճապատվի, այնուհետև ասֆալտապատվի, որպես եզդիական գերեզմանոց այցելողների մեքենաների կայանատեղի։ Վարամ Խաչատրյանը, քանի որ ինքն է ղեկավարում, հա, բյուջեին ավականու հետ միասին, անմիջապես հանձնարարեց, հա, Արբակին, Եղիազարյան, անմիջապես հրահանգը իջավ նաև ծառայությունների ղեկավարների, ստորաբաժանումների եւ քանի որ անձրև էր, շատ արագ ընդհանրապես հարթվեց ճանապարհը, որ մեքենաները չխցանվեն, որ մեքենաները անհարթ էր, որ հանկարծ կավային շերտ այլ այնտեղ, որ չվնասվեն, որպիսի միջև մայիսի վերջ
ամբողջական տարածքը պատրաստվի եւ հանձնվի շահագործման։ Հարց. ով էր ղեկավարում բյուջեն, մեծամոր խոշորացվածը ավականու հետ միասին, ով կայացրեց որոշում, համայնքի ղեկավարը տեղակալների հետ կապված, ում առաջարկությամբ այսերի սանի։ Հիմա եթե Երևանը պետք է թելադրի ասի Վարամ Խաչատրյան քո խոշորացված համայնքում այս աշխատանքները իշա ժողովրդի մի արա, համոզված եմ Վարամ Խաչատրյանը եւ ավականու կազմը չի լսելու եւ չի ենթարկվելու իշա ժողովրդի, դա կլինի ճանապարհաշինություն, դա կլինի համայնքի ներսում ջրամատակարարման, ջրագծերի փոխման եւ բազմաթիվ բյուջեն հերիքում այդ մարդը անում է։ Եկեք տեսեք Արմավիր խոշորացվածը, եկեք տեսեք մեծամոր խոշորացվածը, քան ինչ եմ ասում Արմավիր, որովհետեւ իմ գրասենյակը գտնվում է Արմավիր քաղաքում եւ շատ լավ շփվում եմ նաեւ համայնքի ղեկավարի Վարշամի եւ տեղակալի Կարենի հետ։ Շատ ընտիր տղաներ, ընկերություն ենք անում, եւ եթե լինում է ինչ-որ մի առաջարկություն, կոնկրետ ես խոսում եմ ազգային փոքրամասնությունների հետ կապված հարցով, եթե լինում է իմ կողմից առաջարկություն, մարդիկ անմիջապես իմ կողմից արված առաջարկությունը սիրով դնում են քննարկման։ Հիմա հարց. Գյումրիում այս բոլոր 7 տարիների ընթացքում ասեք մի դեպք, որ Գյումրիում առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ՔՊ-ի, չեմ անձնավորում ով ղեկավարում, ով չի ղեկավարում, ՔՊ-ի կողմից իշա ժողովրդի կատարվել է ինչ-որ մի բան։ Փողոցներ են սարքել, ասֆալտապատեր։ Որ փողոցները, Տիկին Պետրոսյան, որ փողոցները։ Ուրեմն ես եթե դուք կհամաձայնվեք Նոյան Տապանի անձնակազմին, աշխատակազմին, ձեր օպերատորի հետ միասին ես իմ մեքենայով Երևանի փողոցներով կամ առհասարակ մարզեր գնացող, որ կառավարության պատվերով է իրականացում, կգնանք եւ տեսեք փողոցի ասֆալտի, բորդյուրի, բրուշատկի, հա, այդ մայթերի ու մնացած ամեն ինչի։ Մենք մի բլոգեր ունենք, որ ամեն օր բացահայտում է անորակ աշխատանքները։ Հիմա եկեք ձեզ տանեմ ու տեսեք, ժամկետի մեջ կատարվածը արդեն 6 անգամ բան արե։ 6 անգամ փոփոխության է ենթարկվել։ Ինչի համար հիմքը խճակալումը նորմալ չի կատարվել։ Ինչի համար անորակ ասֆալտ բերվել։ Ինչի համար ասֆալտի շերտը բարակ եղել։ Ինչի համար ասֆալտապատման փոխարեն կատարվել փոսալցման աշխատանքներ այն վայրում, որին նպատակը առհասարակ չկա։ Պարոն Իսայան, նախընտրական խոստումները միշտ ավելի շքեղ են լինում, քան հետագայում, որ դրանք իրականություն են դառնում։ Հիմա դուք ինչով եք համոզված, որ եթե չլինի քաղաքացիական պայմանագիրը, այլ լինի մեկ այլ թեկնածու, այդ ծրագրերը կատարենացվելու եւ ենթադրենք 1 տարի հետո դուք ասելու եք Գյումրիում փողոցները, տեսեք ինչպես ասֆալտապատված են, մանկապարտեզներ են կառուցվել, ընդ որում գործարաններ կառուցելու մասին են խոսում, ոմանք Ռուսաստանից ներդրումներ բերելու մասին են խոսում։ Հարգելի Տիկին Պետրոսյան, 2019-20 թվականներին մինչև 44-օրյա պատերազմ ես ինքս Իրաքում ազգությամբ եզդի գործարարների, մեծարուսների հետ հանդիպումների ժամանակ, սա կարա իմ խոսքը հաստատի նաև Դավիթը Խուդացյան, ով այսօր զբաղեցնում է տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, մենք միասին քննարկել ենք եզդի գործարարների Հայաստանում, Արմավիրում, առավել ևս ներդրումներ կատարելու մասին, բայց հետևելով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական վերնախավի անպատասխանատու պահվածքը, նրանց հակահայ պահվածքը, Իրաքի եզդիները որոշեցին Հայաստանում ներդրում չկատարել։ Հիմա ներդրում կատարում են այնտեղ, որտեղ քաղաքական պլատֆորմը հզոր է։ Ես էլ եմ ասում, նա տեսեք, ոչ մեկի անունը չեմ տալիս, բայց Դավիթ Խուդացյանին անդրադարձա, որովհետև ինքը նախկինում մենք իրար ճանաչել ենք դեռևս, քանի որ նա բան չէր, քաղաքապետ չէր եւ աշխատում էր վարկային կազմակերպությունում, մենք իրար հետ շփվել ենք, հարգել եմ այդ տվյալ անձին, հորն եմ ճանաչում Հովանեսին, երբ որ քաղաքապետ էր շփվել ենք, երբ որ մարզպետ էր, չենք հանդիպել, չենք շփվել, դրանից հետո արդեն նախարարի կարգավիճակում։ Հիմա եկեք ես ձեզ հարցնեմ, հարգելի Տիկին Պետրոսյան, այլ հարցը շատ հրաշք տալիս եք, որտեղ են կատարում ներդրումներ։ Նալբանդյան գյուղի մի հատվածը 4-րդ թաղամասի կեսը կավային հող է եւ ցանկացած շինարարություն ճաքում է,
ցանկացած շինարարություն տվյալ տարածաշրջանում կարող է գաք նաև ցանկացած տուն ճակ ունի։ Հիմա հարց. տվյալ տարածքում դուք որպես գործարան ներդնում կկատարեք շինարարության մեջ, ոչ չեք կատարի։ Ինչի, որովհետև ձեր կողմից ցանկացած տիպի հիմքը ճաքելու է, որովհետև տարածքը կավային է եւ խաղում է, խաղացող շերտ է։ Իսկ որտեղ է կատարելու ներդրումը, որտեղ ավելի կայուն է, հա, լանդշաֆտը։ Ավելի կայուն է, որտեղ մասնագետները ձեզ խորհուրդ կտան։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարել որպես այդպիսին, այս քաղաքական թիմի պարագայում ես չեմ կարծում։ Այ երբ որ կլինի այն թիմը, ով որ հստակ դիրքորոշում կունենա, Եթե Գյումրիում ԿՊ-ն չհաղթի, մյուսները կկարողանան այդ ներդրումները բերել։ Այո, Վստահ եք։ տեղական ինքնակառավարման մասին օրենքը հստակ թույլ է տալիս, ուրեմն գործող վարչակազմին, տեղական ինքնակառավարման մարմնին եւ իր թիմին կնքելու պայմանագրեր իշահ համայնքի։ Օրինակ Ռուսաստանի Դաշնության հետ ինչպես առաջարկում է։ Եվ Ռուսաստանի Դաշնության հետ, եւ Իրաքի Իսլամական Հանրապետության հետ, եւ Իրանի Իսլամական Իրաքի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Մերձավոր Արևելքի երկրների բացառությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Բացառությամբ Տիկին Պետրոսյան։ Հայաստանի Հանրապետության հարգելի Տիկին Պետրոսյան, կներեք ուղղակի այսպես ես ասեմ, քանի որ նաև մենք ժամանակի հետ կապված կարծես թե խնդիր ենք ունենալու մի փոքր ուշ, բայց ես անպայման ուզում եմ շատ կարճ կատարել մեկ հայտարարություն, դրանից հետո եթե դուք կառաջարկեք, կցանկանաք կամ նոյան տապանը առհասարակ մենք այստեղ կքննարկենք նաև տվյալ հարցը։ Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է իշխող ղեկավարող վարչակազմ, ով հարցականի տակ չի դնի երբևէ հայոց ցեղասպանությունը։ Ընտրությունների հետ կապված փորձենք հիմա ամփոփել։ Դուք ռեալ տեսնում եք, որ քաղաքացիական պայմանագիրը չի հաղթելու Գյումրիում։ Ես ռեալ տեսնում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը իրավունք չունի հաղթելու։ Իրավունքը այլ բան է, հնարավորությունը Այն լծակներ, որ այս պահին օգտագործում է ավելի վատ, այո, գիտեք, հիմա այն անձինք ում հետ, որ ես հանդիպել եմ, ներկայացրել են փաստեր, բայց այս պահին ես չեմ ուզի տվյալ անձանց փաստերը հրապարակել, որտեղ դրա արդյունքում կարող է որոշ մարդկանց նույնիսկ աշխատանքից հեռացնեն։ Պետք չի, բոլորս լավ տեսնում ենք, մեզանից ոչ մեկ կույր չի։ Ռեսուրսներ ենք օգտագործում։ Այո, դա մշտապես եղել է Տիկին Պետրոսյանի։ Մենք այնպես չի որ ասենք, բանը Սերժ Սարգսյանի օրոք չկար, Ռոբերտ Քոչարյանի օրոք չկար, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չկար, այ հիմա եղավ։ 91 թվականին ընտրություններում հաղթել է Ռաֆայել Ղազարյանը, ընտրվել բանը, դարձել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 96-ին Վազգեն Մանուկյանը, մնացել է նա, դրանից հետո նա եւ բոլոր ժամանակներում օգտագործվել են ռեսուրսները։ Այս պահին դուք ուզում եք ինձ համոզեք, որ Գյումրիում կամ Փարաքյարում ռեսուրս չեն օգտագործվելու, օգտագործվելու են, բայց մարդիկ պետք է հստակ մի բան գիտենան, հստակ մի բան հասկանան, արդյոք նրանց որ Հայաստանն է պետք, որ համայնքն է պետք։ Ինձ հարկավոր է այն համայնքը, որտեղ իմ ընտանիքի անդամը, իմ աղջիկը, իմ հարսը, հայ հարսն ու աղջիկը իրանց բալիկին օրորոցի մեջ դրած մայրենի լեզվով օրորոցային կերքեն, իրանց բալիկին հայրենասիրական երգեր կսովորացնեն, իրանց բալիկին հայոց պատմություն կսովորացնեն եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության պատմություն, չեն ժխտի ցեղասպանության իրականությունը, իրական փաստը, չեն ժխտի Արցախի եւ այսպես շարունակ։ Քաղաքապետի տեխնացուներից մեկը, եթե դուք ուզում եք, որ ձեր հարցը, ձեր թորնիկը լսեն հայեցի եւ այլն, քաղաքապետի տեխնացուներից մեկն ասում է, որ այն տեխնացուն, ով հայհոյել չգիտի, պետք է քաղաքից վռնդել։ Գուցե ներդրումներ բերում է, գուցե լավ կառավարում է, գուցե քաղաքի համար լավ մենեջեր է, բայց մարդու այդ հաշվի առնելով են հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում հայհոյել է։ Երևի դուք հասկացաք, որ դա Վարդան Ղուկասյանի կողմից է։ Ես չէի ուզի անուն տալ, բայց դուք տվեցիք, հա ես ինքս Վարդան Ղուկասյանը երկու կապ չունի, ամեն դեպքում դա քաղաքապետի տեխնացու է։ Ես
ավելի շատ Վարդան Ղուկասյանի կողմից արված հայտարարությունը կհասկանամ այսպես. այն անձը, ով որ հայհոյել չգիտի գործող իշխանությանն ու վարչակազմին, Բայց արդյոք դա ճիշտ մոտեցում է, պարոն։ դա նրա դիրքորոշումն է։ Քանի որ հայհոյելը ապաքրեականացրեցին, հիմա այդ մարդն էլ ասում է, ով Նիկոլին ու իր վարչակազմին կֆուրտա մեկա չի դատվելու։ Բայց ես չեմ ընդունում, առհասարակ ես դեմ եմ եւ հայհոյելուն։ Հիմա տեսեք, այսօրվա ողջ եթերի ժամանակահատվածում ես գրեթե չտվեցի ոչ մի անուն, ոչ մի պաշտոնյա, ոչ մեկ։ Ես ընդհանրապես գովեստի խոսքեր ասեցի Արմավիրի երկու խոշորացված համայնքների ղեկավարների եւ աշխատակազմի հասցեին, նրանց պատրաստակամության եւ ներկայացրեցի իրավիճակ, որը հանդիպել եմ Փարաքյարում աշխատակազմի հետ կապված, դրան ավելացրած Գյումրիում իմ ունեցած հանդիպումը ժողովրդի Եվ այն ինչ որ հիմա կատարվում է Եվ այն ինչ որ հիմա կատարվում է Գյումրիում, այսինքն ձայնագրություններ, ներողություն, խոզարկություններ, Տիկին Պետրոսյան, ես ընդամենը մեկ հարց կտամ ձեզ եւ կխնդրեմ որպես բավականին լուրջ, հա, կարիերա ունեցող անձի, հա, ձեր ես ամբողջական, ինչպես հազարավոր մարդիկ եք հյուրընկալել եւ ճանապարհել Նոյան Տապանի հարթակում։ Քանի որ ես Նոյան Տապանի հետ սկսել եմ համագործակցություն դեռևս հեռավոր 1998 թվականից, երբ որ մենք միասին ներկայացնում էինք եզդի զինվորականների իրավունքները, եզդիական համայնքներին առնչվող հարցերը։ Ես սիրով եմ հիշում տվյալ ժամանակաշրջանը։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնել. արդյոք մեկ ամիս առաջ հնարավոր էր բացահայտել այն ինչ որ այս պահին է բացահայտում։ Ես ընտրակաշառքի մասին չեմ խոսում, մնացած բոլոր հարցերին։ Ես կպատասխանեմ ոչ թե իմ, այլ հանրության կողմից, որ հանրությունն էլ այդ կարծիքին, որ ինչու նախապես չէր արվում։ Բայց չէ որ գործընթացներ են, դուք ինքներդ եք այդ գործընթացների մեջ, գործընթաց կա որ շատ արագ է բացահայտվում, գործընթաց կա որ համար ժամանակ է պետք եւ հենց այդ պահին է բացահայտվում։ Տիկին Գուցե Պետրոսյան, չփորձենք դրանց մեջ տեսնել միտումնավոր։ ես գտնում եմ միտում։ Թող ինձ ասեն, որ դուք սխալ եք։ Ես սխալ չեմ, ես գտնում եմ միտում։ Թող ինձ համոզեն, որ ես սխալ եմ, եւ ես շնորհակալ կլինեմ բոլոր նրանց, ովքեր որ ինձ կհամոզեն։ Ես ոչ մեկի հասցեին ոչ մի բան չեմ ասում, հա, առհասարակ թե եթերում եւ թե եթերից դուրս ոչ մեկին, ոնց որ ասում է մեր Վարդան Ղուկասյանը, չեմ հայհոյում, առհասարակ հայհոյելու ոչ մի բան չկա։ Տիկին Պետրոսյան, հարգելիս, առաջի անգամ չի, որ մենք եթերում հանդիպում ենք եւ առաջի անգամ չի, որ մենք վերլուծում ենք իրավիճակներ, որոնք առնչվում են հենց մեզ, որովհետեւ Գյումրի եւ Փարաքյարի ընտրությունները իրենց որոշիչ խոսքն են ասելու 2026 թվականի ընտրությունների հետ կապված։ Այսինքն սրանք առանցքային ընտրություններ են լինելու եւ ժողովրդի համար երկու համայնքներում էլ 26 թվականի ընտրությունների նախորդին այս 25-ի մարտի 30-յան ընտրությունները բավականին լուրջ դերակատարում են ունենալու։ Դրա համար այսօր գործող վարչակազմը իդեմս Նիկոլ Փաշինյանի ամեն ինչ անում է որպեսի վեր արտադրվի։ Ուրեմն ես այսպես ասեմ, հա, ես եղա Տաշիրում, մեր ժողովրդին բոլորին շատ հայտնի Կալինինոյում, Կալինինոյի պանիրը, Կալինինոյի սմետանը, Կալինինոյի մածունը, Կալինինոյի ամեն ինչը, եւ ես այնտեղ ունեմ բարեկամ, որի տղան զբաղվում է պաների արտադրությամբ, այսինքն գործարանում ինքը մասնագետն է պաների արտադրության։ Եվ այդ երիտասարդը ինձ բացատրեց, ասեց հոպար, ուրեմն այ կաթից առհասարակ ոչ մի բան չենք թափում։ Ինչպես, ասեց մենք կաթից ստանում ենք պանիրը, միջև պաների ստանալը, այնտեղ 40-60 հարաբերակցությամբ կաթը զտվում է, որպեսզի ստանանք 3.5-3.2%-անոց ինչ-որ բան, պանիր։ Դրանից հետո մենք սերուցքը վաճառում ենք, ստանում ենք կարակ, պանիր որպես պանիր, դրանից հետո տվարողն ենք միջից անում, հետո շիտուկը հասցնում ենք որոշակի ջերմաստիճանի, այնտեղից ստանում ենք մեր բոլորի շատ հայտնի, հա, խմորեղենի մեջ օգտագործող սլիվկեն, իսկ մնացածը տալիս ենք, չգիտեմ ով,
ֆերմա ունի խոզերի եւ տալիս են խոզերին, այսինքն առհասարակ ոչ մի բան չի թափվում։ Տիկին Պետրոսյան, գործող իշխանությունը իր կողմից ընդունված բոլոր օրենքներով որպես կաթ այս ժողովրդից ամեն ինչ քամում է, ամեն ինչ հանում է, ոչ մի բան չի մտնում, այն ամենավերջի չգիտեմ, հակահայի, հակաժողովրդականի նման մտած ժողովրդի գրպանները ամեն ինչ տանում է, ամեն ինչ, ժողովուրդը դա շատ լավ հասկանում է, շատ լավ, այսինքն այս ժողովուրդը որպես կաթ, իսկ նա որպես սեբերատոր, կատնաբանա, սերուցքն անում, այնտեղ որպես, չգիտեմ, պաների մայա, պանիրն է սարքում, հետո որպես ջերմաստիճան սերուցքն անում սլիվկեն, հետո այն մնացածը ինչ որ մնաց, ժողովրդին հասցնում է սննկացման այն աստիճանի, որ ներողություն եմ խնդրում, աղքատ, ես ինքս էլ ֆինանսապես չգիտեմ ինչ վիճակ չունեմ, բայց այն մնացածին էլ դարձնում է, այն խոզերի կերի մեջ խառնելու։ Ընդ որում դրա հետ կապված նաև ընտրակաշարքները, որոնց մասին խոսում են Գյումրիում եւ հենց ձեր ասած այդ զանգվածին են կարողանալու բերել այդ դաշտ։ Ամփոփենք Գյումրին, Փարաքարը, փաստորեն կհետևենք զարգացումներին, ամեն դեպքում թեժ է լինելու, 2 օր հետո արդեն կտեսնենք ինչ իրավիճակ է։ Զարգացումներին կհետևենք, կարծում եմ ընտրություններից հետո էլ կլինեն որոշակի թեմաներ, որոնց կանդրադառնանք։ Հիմա քանի որ մեր հաղորդումը արդեն ավարտում է, դուք ձեր խոսքը ասեցիք Գյումրիի եւ Փարաքարի հետ կապված, եւ ուզում եմ հասկանալ, թե այսօր այդ հաստափորիկ գիրքը ինչու եք բերել, մեր տաղավար եւ ինչ եք ուզում դրանով ասել։ Հարգելի Տիկին Պետրոսյան, միջև գրքին անդրադառնալ է, ես եւս որպես ամփոփիչ խոսք մի բան կասեմ։ Ես կուզեի, որպեսզի միջև ընտրությունները, միջև ամսի 30-ը մենք ունենք եւս 3 օր, նախընտրական քարոզարշավի շրջանակներում լինի արդեն լռության հասա ամսի 27-ն է այսօր, 27, 28, 2 օրվա ընթացքում թող Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ներկայացնի Ադրբեջանի նախագահի հետ կնքվող խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ եւ ասի հարգելի ժողովուրդ, քանի որ նա պատգամավորների հարցերին չի պատասխանում, ոչ մեկ տեղյակ չի այդ տեքստից, ընդդիմության կամ մնացած քաղաքական գործիչների մասին է խոսքը, թող նա գյումրեցիներին եւ փարաքարցիներին ներկայացնի տեքստը ամբողջությամբ, այսօր թարգմանված վիճակում թող տեքստը տեղադրվի բաց հարթակով, որպեսզի բոլորը կարդան։ Սա մեկ, սա կլինի գործող իշխանության կողմից ժողովրդի 18 թվականին հրապարակում կատարված հայտարարությունների մասնիկը, որ դուք տեղյակ եք լինելու ամեն ինչից։ Եվ երկրորդը, ինչպես իրեն հարցրեցին ազգային ժողովում եւ նա խուսափեց պատասխանելուց, թող ուղակի ժողովրդին ներկայացնի, թե իր հրամանով Վաղարշակ Հարությունյանը ինչպիսի փաստաթուղթ է ստորագրել Հայաստանի Հանրապետության տարածքների եւ շրջակա գյուղերի սահմանապետ գյուղերի ճակատագրի հետ կապված։ Ինչու եք այս ամենը կապում ընտրությունների հետ։ Ես կուզեմ, որ ժողովուրդը ուղակի ով որ գնում է ընտրության այս երկու դրվագներից տեղյակ լինի եւ հետո մտնի ընտրախոց, որովհետեւ սա իրականությունն է։ Վերարտադրված իշխանությունը եւս ինչ ծրագրեր ունի իրականացնելու, որը որ թաքցնում է կամ նախկինում Վաղարշակ Հարությունյանի օրոք թաքցրել է ժողովրդից։ Սա մեկ։ Երկրորդը, հարգելի Տիկին Պետրոսյան, գիրքը, որ ես բերել եմ, Վերջինե Սվազլյան, հայոց ցեղասպանություն, ականատես վերապրողների վկայություններով։ Հարգելի Տիկին Պետրոսյան, հայոց ցեղասպանությունը չեղարկողը չեղարկում է նաև եզդիների ցեղասպանությունը, որը անմիջական շահկապվածություն է ունեցել հայոց ցեղասպանության հետ։ Հայոց ցեղասպանությունը չեղարկողը պարտադիր կերպով, այ որ ասում է պետք է մենք դեռևս հասկանանք, պետք է մի հատ վերլուծենք, եթե անձով երկար տարիներ լինելով ուսանող, այնուհետև թերթի խմբագիր, ակտիվ գործունեություն, հետո պատգամավոր, 7 տարի արդեն իշխանության ղեկին գտնվող դեռևս միջև հիմա չի կողմնորոշվել եւ չի հասկացել, թե ինչի համար ներողություն եմ խնդրում, թե ինչի համար 1930-ական թվականներին բան չեղավ, Եղեռնի հարցը չբարձրացավ 50, 60, 70-ականներին Ծիծեռնակաբերդ ինչի ՍՍՀՄ կառուցեց կամ ինչ արեց ու սրանով ժողովրդին ինչ որ չգիտեմ բանի, ուրեմն այցելեք
հիմա կարող եք, քանի որ Հայաստանը Սիրիայի գործող իշխանությունների հետ խնդիր չունի, այցելեք Մարգադա։ Եվ այնտեղ կտեսնեք կառուցված եկեղեցի, որի վրա գրված է Սիրիայի Արաբական Հանրապետության երախտագետ ժողովրդի կողմից 1915 թվականին ցեղասպանված հայ ժողովրդին։ Գնացեք Շադադե, ներողություն։ Այ ես կխնդրեի նաև Շադադեում, ուզում եմ անդրադառնալ Շադադեի քարանձավին, որտեղ հղի կանանց երեխան փորի մեջ մահացած մայրեր, ովքեր Շադադեի քարանձավում ծխահարվել են 60,000-ի չափ ինձ ասեցին, ես ինքս Մարգադա եղել եմ, Շադադե չեմ եղել, եւ գնացեք, գլուխ խոնարեք եզդի հզոր առաջնորդ Համոյ Շարոյի գերեզմանին եւ նրա զավակների սերունդների առջեւ, ովքեր պատերազմեցին 15-16 թվականներին թուրքերի դեմ, սակայն փրկեցին մոտ 20,000 հայի կյանք եւ նրանց չտվեցին թուրքերին, որպիսի եւս նրանք էլ ցեղասպանվեն։ Սրա մասին նաեւ անգլիացի գրողներ ունեն։ Սրա մասին հայ ցեղասպանության մասին գրել է նաեւ իր գիրքը Հենրի Մորգենթաուն, ով եղել է Թուրքիայում ցեղասպանության օրերին Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Տիկին Պետրոսյան, սա ժողովուրդը պետք է նայի եւ ժողովուրդը պետք է ինքը որոշի, արդյոք ցանկանում է ապրել խաղաղության պայմանագրի շրջանակներում իր կողմից անհասկանալի, քանի որ չգիտի ինչ տեքստի շրջանակներում ապրի թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ թե ոչ։ Եվ նոր մտնի ընտրախոց։ Պարոն Իսայան, հրավիրեք կգամ կքննարկենք, որտեղ այն ինչ որ դուք ասացիք, հիմա եթե ես մեջ բերեմ Նիկոլ Փաշինյանի վերջի Թուրքիայից եկած լրագրողների հետ այդ հարցու պատասխանի ցեղասպանության հետ կապված։ Ում հետ նա թուրքերեն էր խոսում, ներողություն։ Ամեն դեպքում մեր Ում հետ նա թուրքերեն էր խոսում, ներողություն։ Առանց թարգմանիչների, առանց թարգմանիչների խոսում էր թուրքերեն։ Դա նկատի ունեք։ Մենք կխոսենք այս մասին առանձին հաղորդման։ Իսկ հիմա, քանի որ արդեն նշեցինք հաղորդման սկզբում, անդրադարձ վերաբերվում էր դիմադրություններին Փարաքար եւ Գյումրի, մենք կհետևենք թե այնտեղ ինչ իրավիճակ կլինի, մի խոսքով հետևենք զարգացումներին։ Շնորհակալություն։ Բարեկամների դեպքում կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։